Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 30 Ո Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությունով և քո մեկնած բազկով, քեզ համար ոչ մի բան դժվար չէ։ Երեմիա 32-րդ գլուխ 17-րդ խոսք։ Հենց այն ժամանակ, երբ քաղդեացիները շրջապատել էին Երուսաղեմը, և երբ սուրը, սովը և համաճարակը ամայացրել էին երկիրը, Երեմիային Աստծուց հրաման եղավ մի արդ գնել և դրան վերաբերող գործարքը կատարել կնիքով և վկայի ներկայությամբ։ Սա տարօրինակ գնում էր խելամիտ մարդու համար։ Չկար որևէ ողջամիտ փաստարկ այն արդարացնելու համար, քանի որ գրեթե հավանականություն չկար, որ այդ արտը գնող մարդը երբևէ կկարողանար վայելել իր ունեցվածքը։ Սակայն Երեմիայի համար բավական էր այն, որ իր Աստվածն էր հրամայել իրեն, քանի որ նա լավ գիտեր, որ Աստված կարդարանա իր բոլոր որդիներից։ Նա այսպես էր մտածել. «Ախ Տեր Աստված, դու կարող ես այս հողակտորն օգտակար դարձնել ինձ համար, դու կարող ես այս երկիրն ազատել հարստահարողներից, դու դեռ կարող ես ինձ նստեցնել իմ որդի և իմ թզենու տակ, այն ժառանգության մեջ, որ ես գնել եմ, քանի որ դու ես ստեղծել երկինքն ու երկիրը, և քեզ համար ոչ մի բան դժվար չէ»։ Վաղ սրբերին առանձնահատուկ վեհություն էր հաղորդում այն, որ նրանք Աստծու հրամանով անում էին բաներ, որոնք մարմնավոր միտքը չէր համարձակվի անել։ Թե Նոյը, որ պետք է տապան կառուցեր ցամաքում, թե Աբրահամը, որ պետք է զոհաբերեր իր որդուն, թե Մովսեսը, որ արհամարհեց Եգիպտոսի գանձերը, և թե Հեսուն, որ պետք է 7 օր պաշարեր Երիքովը, չօգտագործելով ոչ մի զենք, բացի միայն խոյի եղջյուրներից պատրաստված փողերից, բոլորն էլ Աստծո հրամանով են գործել, անտեսելով մարմնավոր մտքի թելադրանքն ու պատճառաբանությունները, և արդյունքում Աստված առատորեն վարձահատույց է եղել նրանց իրենց հավատքի հնազանդության համար։ Օ երանի մեր օրերում մենք այս հերոսական հավատքից ավելի շատ փորձառեինք մեր կյանքում, եթե մենք ավելի խիզախ լինեինք, պարզ հավատքով վստահելով Աստծո խոստումներին, մուտք կգործեինք հրաշքների աշխարհ, որի համար դեռևս օտարականներ ենք։ Թող Երեմիայի այս դժվարությունը մեր անձնականը դառնա. ոչ մի բան դժվար չէ այն Աստծո համար, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։